Այդ ամիս, որ այդ 25 միլիոնից գործարք եղավ, էլ ինչքան վաճառք ես ունեցել դու։ Եթե վաճառքը լավ է, սա պրոդուկտը էական չի։ Կա բիզնես, որի մի պարտները մենակ ինքը այդքան շրջանառություն ապահովում։ Պատկերացնեք մասշտաբները։ Մարդիկ պետք է ներդրում անեն այնտեղ, որտեղ որ ավելի շատ ինֆորմացված են ու ավելի շատ են վստահում։ Մարդիկ մեծ գին են վճարում քաղաքում ապրելու համար։ Այդ մեծ գինը նաև առողջության, էկոլոգիայի տեսանկյունից է Հարմարությունները մարդկանց ապրելու թե աշխատելու համար նույնն են մնում։ Մենք իլյուզիա ունենք, որ այդ ժամանակն ու կյանքը անվճար է, էլի, այսինքն մենք կարանք հա ծախսենք։ Ամեն մարդ երջանիկ է այնքանով, ինչքանով որ ինքը իրան երջանիկ համարում է։ Արխետիպը քեզ ընդամենը հուշում է, թե քո ուժեղ ուժերը որտեղ են նստած։ Առաջինը էտա պետք սովորացնել, թե մարդ ոնց ինքը իրան ճանաչի։ Ողջույն բոլորին, մենք այսօր նկարում ենք մեր կապիտալիստ պոդքասթի հաջորդ թողարկումը եւ ինչպես միշտ ունենք շատ հետաքրքիր հյուր, բայց մինչեւ իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ գործընկերներին ներկայացնեմ։ Առաջի գործընկերը իհարկե Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր բոլոր պոդքասթները։ Երկրորդ գործընկերը Շեն ընկերությունն է եւ ընկերության գլխավոր տնօրեն Մինաս Ժամակոչյանն է։ Իդեպ Մինասի հետ մենք ունենք ֆանտաստիկ պոդքասթ, որի հղումը նույնպես կդնենք մեկնաբանություններում, իսկ Շեն ընկերությանը կարծում եմ բոլորը ճանաչում եք, հատկապես այն մարդիկ, ովքեր զբաղվում են շինարարությամբ, քանի որ ընկերությունը շուկայի ամենախոշոր արտադրողն է եւ արտադրում է 30-ից ավել շինանյութի տեսակներ եւ ամենամեծ բաժինը ունի Հայաստանի շուկայում։ Եվ մեր երրորդ գործընկերը Red Invest Group ընկերությունն է իր Bosco նախագծով, իսկ Bosco նախագիծը ունիկալ նախագիծ է Երևանին մոտ, Երևան քաղաքին կարելի ասել կպած, ֆանտաստիկ ենթակառուցվածքներով, հարմար կյանքի, մարզվելու, լիարժեք լայֆսթայլի բոլոր հնարավորություններով։ Եվ եթե կցանկանաք նման տարածքում գույք ունենալ ու ապրել կամ ներդրում անել, ապա կարող եք դիմել Red Invest Group ընկերությանը։ Եվ այսօր մենք խոսանք նաև այդ նախագծից եւ ոչ միայն իմ հյուրի հետ, Red Invest Group-ի գործընկեր, զարգացման գծով փոխտնօրեն, իմ շատ լավ ընկեր, Հայաստանում վաճառքի ռեկորդսմեն, այնքան վաճառք, ինչքան Լևոնն է արել Հայաստանում, ոչ մի մարդ չի արել, ես կարող եմ վստահորեն ասեմ, որ ինքը ամենաշատ չեկով վաճառած եւ մի գործարքի մասով ամենամեծ չեկով վաճառք արած մարդն է Հայաստանում, որից հեսա մենք խոսանք։ Լեո ջան, բարի գալուստ։ Ողջույն Գրիգոր ջան։ Նախ շնորհակալ եմ, որ հրավիրել ես ու հնարավորություն ես ընձեռել 2 ժամով հեռախոսս անջատեմ։ Ինչքան վաճառք չես անի 2 ժամ հələ ասա։ Այդ հանգիստը ավելի կարևոր է։ Դե սկսենք ամենահետաքրքրից, ես ասի, որ Լյովը ռեկորդսմեն է, Լյովը վաճառել է Հայաստանում ամենամեծ միանվագ չեկով գործարքը, որը ուշադրություն 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գործարք է, չի եղել նման գործարք։ Այդ ասենք, չգիտեմ, Դուբայի չափորոշիչներով էլ է համարվում, տենց շատ մեծ գործարք։ Նամանավանդ նոր կառուցվող շենքից, ոչ թե արդեն պատրաստի, այսինքն վստահությունը այնքան մեծ է եղել երկրի ու նախագծի նկատմամբ։ Ու ձեր նկատմամբ։ Հա, բայց ես չէի ուզենա ասեի, որ Լյովը, որովհետև այդ թիմով են կարել ու գործընկերների թիմով, այսինքն մենակով այտենց մեծ գործարք անելու ոնց որ այս բան երևի հնարավորություն չկա, դա կարա լինի մեծ թիմերի աշխատանքի շնորհիվ, համախմբված աշխատանքի շնորհիվ, ամեն մեկը հենց որ իր տեղում է, իր ճիշտ աշխատանքը անում է, այդ նենց չի էլի դու զանգեցիր մեկին, համոզեցիր 25 միլիոն դոլարի, հա, ներդրում անի։ Դրամով ինչքան անում 25 միլիոն։ Մոտ 10 միլիոն դրամ։ Միլիարդ։ Հա, 10 միլիարդ դրամ։ 10 միլիարդ դրամ, ֆանտաստիկ, այսինքն մի գնորդ, մի գործարքի համար Հայաստանում ձեռք է բերել 10 միլիարդ դրամի գույք։ Այո։ Դալան տեխնոպարկ նախագծում, այո։ Okay, բայց ես գիտեմ, որ դու ես լիդ արել այդ սաղ process-ը, դու ես process-ը վաճառքի, հա, ես եմ կազմակերպել, բայց ելի եմ ասում թիմերը, հա, բավականին աշխատանք են արել։
ուստեղին հիմնական ոնց որ պայքար կա, չէ, product թե վաճառքի process մարդիկ ասում են, եթե product-ը լավն է, վաճառքի process-ը ոնց որ ու հակառակը, ոնց որ եթե վաճառքը լավ է, սան product-ը էական չի, բայց այս դեպքում երկուսն էլ ոնց որ շատ էական է։ Հա, հաստատ։ Դե նայեք, ուրեմն կան գործարարներ, ովքեր հոյակապ կազմակերպում են։ Ասենք ամեն գործարար իր սուպեր ուժը ունի, հա, ինչ որ մեկը ֆանտաստիկ ինովատոր է, մեկը կազմակերպում է, մեկը ճաշակի յուրահատուկ զգացում ունի, մեկը չգիտեմ, process-ները, արտադրական process-ները, օրինակ կազմակերպում ու մեծ համակարգ է սարքում, օրինակ շենի, հա, օրինակ ասացի մեր Մինասը։ Հիմա քո համար այդ սուպեր ուժը վաճառքն է, դու որպես գործարար ֆանտաստիկ վաճառել գիտես ու ամենակարևորը նա է, որ քո հետ շփվող մարդիկ քեզնից որևէ ճնշում կամ որ դու իրանց sense ոնց որ են կան, չէ, վաճառողներ, որ կպտում են մարդուն, sense սկսում են անհանգստացնել, ռուսերեն ասած դաժիմած են անում իրանց կարծիքով, բայց մարդուն զզվացնում են, էլի։ Դու տենց չես։ Քո հետ միշտ հաճելի է շփվել։ Ես մեկ-մեկ ինձ բռնում եմ իմ մտքի վրա, որ քո հետ շփվելուց ուզում ես ինչ-որ բան առնես։ Ես հայացքով եմ նենց անում, չեմ համոզում։ Հա, ինձ կասես, օրինակ այդ ամիս, որ այդ 25 միլիոնից գործարք եղավ, էլ ինչքան վաճառք ես ունեցել դու։ Իմ հիշելով մոտ $30 միլիոն այդ ամսվա ընդհանուր Բացի դրանից։ Չէ, իրար հետ։ Չէ, ուստեղ Պլյուս 5 միլիոն, Հա, այսինքն։ պլյուս 5 միլիոն, այդտեղ կարևորը այնա ֆոկուսը էլի, այսինքն եթե ֆոկուսը չլներ այդ գործարքի վրա, բնականաբար ավելի շատ լներ ուրիշ տեղեր։ Դրա հաջորդ ամիս ինչքան է եղել։ Պետք է ասեիր պատրաստված գա այդ թվերով։ Հա, ոչինչ, չէ, մոտավոր։ Մի վարկ, մոտ $5 միլիոն, եթե ճիշտ է։ $5 միլիոն դրա հաջորդ ամիսը։ Okay։ Նայեք, այսինքն կան բիզնեսներ, որոնք եթե տարին $5 միլիոն շրջանառություն ունենան, այդ արդեն շատ լավ է, շատ լուրջ է։ Կան բիզնեսներ, որոնք ամիսն են ունենում $5 միլիոն շրջանառություն, դա արդեն էլի վերջն է։ Բայց կա բիզնես, որի մի պարտները մենակ ինքը այդքան շրջանառություն է ապահովում։ Պատկերացնում եք մասշտաբները։ Դու մոտավոր դու ինքդ պատկերացնում ես քո վերցրած այդ ռազմախը։ Այս անշարժ գույքի վաճառքը ու անշարժ գույքը այն մասնագիտությունն է, որով որ պարտադիր չի դու զբաղվես բիզնեսով, դու կարաս այս մասնագիտության բիզնեսի չափ գումար աշխատես, ու դու ես ասում, որ կան բազմաթիվ բիզնեսներ, որ չգիտեմ, այսօրվա լավ վաճառքի մասնագետների չափ գումար չեն գեներացնում տարվա կտրվածքով։ Okay, ընտիր։ Դե ինձ պատմի ոնց ստացվեց, որ դու դառար նաև Red Invest Group-ի պարտներ, գործընկեր, հա, ու ինքը Red Invest Group-ը երկու բառով ասեմ, հիմնադրել է, համահիմնադրել է Արսեն Ավետիսյան, Արսենի հետ մենք ունենք podcast, խորհուրդ կտամ նայել, ֆանտաստիկ podcast է։ Լյովը հետո միացել է Red Invest Group-ին ոչ որպես թիմակից, այլ որպես պարտներ, գործընկեր, գործարար, ով հիմա մի հատ մեծ կտոր ուղղություն ամբողջությամբ դու ես կառավարում, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Միջազգային վաճառքներն է, պրեմիում դասի բնակարանների կամ գույքի վաճառքն է, չէ՞։ Պատմի մի քիչ ոնց եղավ Red։ Համ շատ պատահական, համ ոչ պատահական։ Մենք Red Invest Group-ի հետ, Արսենի հետ այն ժամանակ ես բանկում էի աշխատում, այդ ժամանակվանից սկսել ենք աշխատել ու համախոհներ ենք եղել, մեծ նպատակներ ենք ունեցել, չենք անում այդ մեծ նպատակները, բայց քննարկում ենք տարբեր նախագծեր, ինչ կարելի է անել, ոնց կարելի է սկսել, այս հողի վրա ինչ պրոյեկտ կարելի է անել։ Ու այդ տարիները անցան, ոնց որ մենք այտենց իրար հետ առաջի փուլներ, հա, մեր ընկերության, ոչ թե աշխատանքի, այդ պրոյեկտների շուրջ էինք ավելի շատ հավաքվում, քննարկում, այտենց մեր տեսլականները, մեծ մտքերը, թե ոնց կարելի է ռեալիզացնել, ու ինչ որ պայից սկսած շատ հետաքրքիր ձևի կյանքն ինձ դասավորվեց, որ անձնական հարցով ոնց որ Արսենին մոտիկացա, որ բնակարան առնեմ, ասեց այդ հարցը մի տարի դնենք մի կողմ, արի այս պրոյեկտի շրջանակներում համագործակցենք, ու տենց համագործակցությունը սկսեց։ Ընտիր։ Քանի տարի է արդեն։ 2021 թվականից ես այդ ժամանակ մի հատ գործով մեկնել էի Ռուսաստան ու տեղից ոնց որ հետ եկա, այնտեղ այդ խառնաշփոթ իրավիճակը նոր էր սկսել, եկա որ բնակարան առնեմ
ու տենց ասեց մնա մի խոսքով, տենց սկսեցինք։ Այսինքն եթե չմիանայի Reading, պետքա գնայի Ռուսաստան։ Չէ, էլ չէի գնա, արդեն եկել էինք, այնտեղ մի խոսքով երկար պատմություններ կա, թե եղին գնացել, այնտեղ մնացել, բայց արդեն որոշել էի, որ հետ եմ գալիս ու այստեղ ինչ որ բան պետք է անեմ, ու անում էի, բայց ոնց որ սաղ պլաններս Արսենը խառնեց, ու ասաց, պետք է այս պրոյեկտով իրար հետ արդեն շարունակենք։ Անտիր։ Հիմա ասենց հարց եմ ուզում քեզ տամ, ոնց է քո մոտ ստացվում այդքան շատ վաճառել, այդքան մեծ չեկերով վաճառել։ Քո տարբերակը ո՞րն է։ Նախ ես չէի ասի, որ հիմա ես իմ համար շատ եմ վաճառում, միշտ ավելի շատ մեծ պլաններ կա, բայց մի քանի կտորով կարամ առանձնացնեմ, հա, մեկը որ պլանավորում ինքը կլինի խոսքի ուժով, թե հետադարձ պլանավորմամբ ամեն դեպքում ես այդ գործարքները բոլորը պլանավորել էի, այսինքն մեր թիմակիցները կհիշեն, որ մենք 2025 թվականի ձմռանը հետադարձ պլանավորում էինք անում ու ես ասացի, որ ամենամեծ չեկով գործարքը պետքա անենք, պետքա փակենք, այս կարևոր է ոնց որ մեր կազմակերպության համար ու ինքը եղավ ավտոմատիկ ես չգիտեի չէ որ այդ ժամանակ տենց գալու է տենց գործարք լինի հա ես մի կտոր է երկրորդը երևի ոնց է ստացվում ես այդ սիրում եմ ես դրա մեջ եմ ոնց որ այս տարիների ընթացքում հասկացել որ ռեալիզացիաներ ես ունես հա այդ իր հերթին անձինս քեզ Արսենի ու մնացածի ումից որ սովորում եմ այսինքն ցանկացած մարդ ումից սովորում ես նա քո ուսուցիչն է դառնում ավտոմատ որը որ մեր շփումների միջոցով է լինում հնարավորինս շուշոտ որ տենում ենք ես մի բան ասեմ մենք ուրեմն նախանցած տարի Red-ի սաղ թիմի համար տրեյնինգ էին կազմակերպել իմ մոդելով, իմ մեթոդով եւ Լևոնը ունենալով այս կարգի ռեզուլտատներ ու այդքան ուժեղ սելզ լինելով մի հատ պարապմունք բաց չթողեց Ես ես ասում եմ այն թիմերի համար, որտեղ պարապմունքներին հաճախ չեն հաճախում են մարդիկ ու մոտ ստացվում է վաճառել, էլի։ Այսինքն ես էսի քեզ որպես որակ եմ ասում, որպես որակ եմ առանձնացնում, որ դու ունենալով այսքան մեծ պրախոդներ, մեծ փողերի հետ աշխատելու, դու նաև քո վրա չես դադարում աշխատել։ Դե ինչպես ասացիր, դա պարապմունք էր, այսինքն մենք դե չենք գալիս ինչ որ բան սովորելու, չէ, մենք գալիս ենք պարապելու։ Ցանկացած մասնագիտություն ինձ թվում է պահանջում է, որ մարդ իր մարզավիճակի մեջ լինի։ Այդ մենակ վաճառքը չի կամ մենակ Արսենը ոչ մի բան չբաց չթողեց։ Հա, իհարկե, որովհետեւ բոլորով իրար հետ ոնց որ պարապում ենք, որ ճիշտ մարզավիճակում մնանք, որը որ իր արդյունքը բնականաբար թողնում է։ Հա, բայց ես ցեղ ուրիշ վերսիա ունեմ։ Քո արխետիպերից մենք հաճախ ենք խոսացել։ Երբ ես խոսում էի Լյովի արխետիպից, իրանք տենց լուրջ չէին ընդունում, մեկ էլ պատահաբար պարզվեց, որ Red-ում մյուս մեր ընկերը, մեր գործընկերը, Գարիկը, ով էլի ռեկորդսմեն է, էլի Red-ի գործընկերն է, էլի ռեկորդսմեն է, ինքն ու Լյովը նույն արխետիպը ունեն։ Երկուսն էլ 22 արխետիպ ունեն։ Ծնվել են 22-ին, չէ՞, դու որ ամսվա 22-ին։ Մարտի 22-ին, հոկտեմբերի ոնց որ։ Okay։ Հա։ Ու մենք Գարիկի հետ ընդհանուր թվերն ենք վաճառքի հանում։ Հա։ Ու տենց բարձվա ոնց որ շուկայում տեղի ունեցած 100% գործարքներից մոտ 6%-ը ես ու Գարիկն ենք իրար հետ արել։ Ամբողջ Հայաստանի շուկայում։ Հա, ու տայած որ կրիտերիով ենք իհարկե ասում են դե կա քանակական, գումարային եւ այլն։ Բայց ամեն դեպքում Գարիկը ավելի շատ քանակային էր, ես ավելի Հա բանով գումարի չափով էլի։ Երեք մեր պարապմունքի ժամանակ, որ ձեր մոտ անում էինք, մի աղջիկ կար, ով էլի 22 արխետիպ ուներ։ Ես Արսենին ասել եմ, որ իրանք կանչի ինտերվյու։ Կայլա գործի։ Հա, մի հատ անպայման CV-ները չնայենք մի անգամից։ Ես չեմ նայում, ես CV չեմ նայում, մենակ նայում եմ արխետիպին մարդու ու իմ համար երկրորդ հարցը որ ծագում է, այդ արխետիպը մարդը ռեալիզացնում է, թե չէ։ Մարդ կարող է շատ ուժեղ էներգիա ունենալով ու այդ էներգիան չռեալիզացնի։ Մեր ունկնդիրներին որ པարզ լինի, ասեմ արխետիպը դա ամեն մարդու տաղանդն է, ասենց խտացված իր պսիխոտիպի մեջ, իր արխետիպի մեջ։ Եվ եթե մենք նայում ենք ըստ Յունգի, ապա արխետիպը ունի իհարկե համ իր էներգիան, համ իր անունը, համ իր բնորոշումը, համ իր լավ ու վատ կողմերը, իսկ 22 արխետիպը, օրինակ ես քեզ սենց ասեմ, քո արխետիպը ակտիվացնում է քո այսպես պոզիտիվ վիճակը, թեթև, հանգիստ, դրական տրամը, եթե դու հանկարծ Աստված չանի իհարկե, ինչ որ պերիոդ լրջի մեջ լինես, այն կան, չէ՞, մարդիկ շատ փող են աշխատում, տենց կոստյումով, բան լուրջ, տենց մեծամիտ, այդ միանգամից քո էներգիան կփակի։
Ես ճիշտ եմ հասկացել այդ արխետիպերի լոգիկան ընդեղ է, որ ոչ թե դու սենց կամ նենց պետք է անես կախված արխետիպի, այլ ինքը ասում է, թե որտեղ ավելի լավ կռեալիզացվի մարդը։ Գիտես ոնց, իրականում, նայ, 6-րդ արխետիպը Արսենը։ 6-ը ինքը համ կարա վաճառքում ռեալիզացվի, համ դիզայնի ոլորտում, համ այն ինչ վերաբերում է ճաշակին, վաճառքին, խոսքին, այդ բոլոր տեղերում 6 արխետիպի էներգիան շատ ուժեղ է։ Հիմա խոսքը կարա համ քաղաքականության մեջ կիրառվի, համ բիզնեսում, համ կինոյում, համ թատրոնում, համ արվեստում լայն է։ Այսինքն արխետիպը քեզ ընդամենը հուշում է, թե քո ուժեղ ուժերը որտեղ են նստած։ Բայց դու կարաս ոլորտը ինքդ ընտրես, բիզնեսը ինքդ ընտրես, կամ բիզնես չընտրես, ուրիշ բան ընտրես։ Այսինքն պետք է մարդ համադրի իր արխետիպը, հա, ու այն ոլորտը, որը որ ինքն է։ Հա, ու այն ինչը իր մոտ ուժեղ է ստացվում, ինչը լավ է ստացվում։ Ու այդ կոմբինացիայով արդեն հա, ինքը հաջողության հասնի։ Այսինքն մեծ հաշվով հաջողության չասեմ գաղտնիքը, ասեմ բանաձևը, դա քո արխետիպին համահունչ գործելն է։ Այն ինչ քո արխետիպը ուզում է քեզանից։ Ինչ որ մեկի համար դա public լինելն է։ Ինչ որ մեկի համար հակառակը, ինչքան ինքը ստվերում է, օրինակ Դիլբարյան Վահագը, հա։ Ինքը գրում է, շատ գիրք է գրել, անդադ բլոգ է վարում, Դիլբարյան Վահագի հետ էլ մենք պոդքասթ ունենք, բայց այդ մարդու 9-րդ արխետիպը, 9-րդ արխետիպի մարդիկ, մենք այն ժամանակ Վահագին ասում ենք արի միասին ելույթ ունենանք, ասում էր չէ, տղեկի մեջ չի։ Ու ինքը ստվերում գործելուց իրան ավելի լավ էր զգում։ Հետևաբար ինքը ճիշտ է անում, իր արխետիպի էներգիայով է գնում։ Բայց Վահագին շատ լավ է հասկանում։ Հա, հա, բայց քո մոտ տենց չի, 22 արխետիպը թեթև, առույգ, ասես միշտ պոզիտիվ, դաժե քո շորերի գույները, որը դու ընտրում ես, էլի տենց բաց կյանքի լուսավոր գույներ են։ Ոստեղ էլի եմ ասում, կան մարդիկ, ովքեր մի քիչ արդյունքի են հասնում, մի քիչ փողը շատանում է եւ բան, միանգամից իրանց ոնց որ ծարանում են, մի հատ ինչ որ sense բանի մեջ են մտնում, էլի։ Դե արդյունքն էլ է, չէ, հարաբերական։ Հա, իհարկե։ Ասենք նա շատ մեծ արդյունքով գործար, կարող է, ասենք, քո այդ թվերի համեմատությունը անի։ Այդ գիտես, վերջերս նայում եմ, էլի, որ ասենք ինչ բիզնեսներ տարեկան ինչ աբառոտներ են ունենում ու համեմատում եմ, էլի արդյոք։ Հայաստանում տարին $5 միլիոն աբառոտ ունեցող բիզնեսը, այսինքն մոտ 2 միլիարդ, արդեն համարյա խոշոր հարկատու է կամ խոշոր հարկատու է։ Այսինքն 2 միլիարդ դրամ տարեկան շրջանառությունը ինքը համարվում է Հայաստանում միջինից մեծ բիզնես։ Ու ժամանակին այտենց գործի բերումով ինչ որ բիզնեսներ էի վերլուծում ու ասում եմ, չգիտեմ, ամսական 3 միլիոն դրամի ասենք աբառոտ ունի բիզնեսը կամ չէ, այդքան լավ եկամուտ ունի բիզնեսի սեփականատերը, ասում եմ, արժի սրա համար բիզնես անել։ Այդքան գլխացավանքի մեջ ու այդից ձգտումը միշտ եկել է մեծ նախագծերի մեջ լինելու, ոչ թե ավելի փոքր նախագիծ կամ փոքր բիզնես անելու, այլ միանգամից մեծի, որովհետև մեկը մարդ իր ռեսուրսը, ժամանակը նույն չափով է դնում ու չարժի էլի, որ այդ ժամանակը դնի այդ փոքր արդյունքի համար, եթե տանջվում է, ավելի լավ է մեծ արդյունքի համար տանջվի։ Լրիվ համաձայն եմ, այդ գալիս է նաև նրանից, որ մենք իլյուզիա ունենք, որ այդ ժամանակն ու կյանքը անվճար է, էլի, այսինքն մենք կարանք հա ծախսենք։ Ինքը ոչ միայն անվճար չի, այլև շատ սահմանափակ է։ Օրերը հիմա այսպես անցնում են, դու չես զգում, երբ տարին սկսեց, երբ ավարտվեց, դու պետքա խիստ ընտրես ինչով զբաղվես, շատ ու որտեղ քո էներգիան ուղես, որտեղ օգտագործես։ Որ վերադառնանք հիմա այդ օրվան, որտեղ որ ես Արսենի հետ, այսինքն Red Invest Group-ի հետ սկսեցի համագործակցել այդ Դալան տեխնոպարկ նախագծով ու այդ ժամանակ ոնց որ առաջի բանը, որ ինձ ասեցի ես հետագա 4 տարին դու սրանով ես զբաղվելու։ Հա, մնացածը արդեն կազմակերպության ներսում, չգիտեմ, բիզնեսի զարգացում կամ պրեմիում հաճախորդներ կամ նմանատիպ այլ ինչ որ գործառույթները ընթացքում ավելացան։ Այդ նրանից էր, որ Արսենի հետ մենք ընդհանուր վիժնը կիսում ենք, էլի կազմակերպության ոնց պետք է զարգանա միջազգայնացումը, ոնց պետք է լինի դրսից հաճախորդները ոնց պետք է գան ու սկսեն Հայաստանում գնումներ իրականացնել, բայց ընդհանուր առմամբ ոնց որ առաջի կետը դա էր իմ համար, որ հետագա առաջի 4 տարին ես դրանով եմ զբաղվելու, իմ կյանքը նվիրելու եմ այս նախագծին։ Դրանից հետո կլինի հաջորդը կամ
ուրիշ բան կլինի նախագիծ որպես միջազգայնացումը ենթադրենք կամ մեծ թվով հիմա մեր հաջորդ մեծ պլանը է, որ ոչ թե Հայաստանում տեղի ունեցող անշարժ գույքի գործարքների 2%-ը լինի արտերկրի գնորդներից, այլ առաջի քայլով գոնե 20%-ը, ու այս տարի արդեն այդ թվերը կմոտիկանան, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ սկսել են աշխարհի տարբեր կետերից Հայաստանում գնումներ կատարել անշարժ գույքի տեսքով։ Կասես մի թիվ, օրինակ, այս պայից մինչև օրինակ անցած տարվա հունվարի 1-ը, տարի ու կեսվա ընթացքում ինչքան դրսից գնումներ ա եղել հենց ձեր միջոցով։ Ինչքան փող ա ձեր միջոցով Հայաստան եկել։ 25 միլիոնը գիտենք, 25 միլիոն գումարած բայց ես մի քիչ ավելի վաղ ժամանակահատվածից սկսեմ, էլի, այն ինչը մենք այս տարի ունենք, դա 25 թվի արդյունքն է։ Այսինքն վաճառքը տենց է, դու անում ես գործողություն, հետո ունենում ես դրա արդյունքը։ Մենք ամբողջ 25 թիվը զբաղվել ենք նրանով, որ գնացել ենք արտերկիր էքսպոյի, օրինակ Մոսկվայում 2 անգամ էքսպո ենք ունեցել, որին մասնակցել ենք, երկրորդը տուն էքսպոյի շրջանակներում, որ գնացել ենք մոտ 20-ից ավել կառուցապատողների ու վաճառող կազմակերպությունների հետ, ուտեղ արդեն ունեցել ենք շատ մեծ արդյունք, հենց 3 օրվա ընթացքում Ռուսաստանում վաճառեցինք մոտ 35 բնակարան, բայց դրանից հետո շատ ավելի մեծ, երևի ամսական այդ նույն տեմպը պահվում էր, պլյուս մինուս, դե կարող է թվերի մեջ սխալվեմ, որովհետև չգիտես ով անդեից առնում, ով է գալիս թե առնում եւ այլն, բայց դա շատ մեծ հետևանք թողեց, ուտեից սկսեցին ոչ միայն հաճախորդները, այլև սկսեցին Ռուսաստանաբնակ անշարժ գույքի գործակալները միանալ այս ընդհանուր տեսլականին, ճիշտ է, աշխարհ քաղաքական իրավիճակներն էլ են շատ նպաստել, որ Ռուսաստանի կամ Դուբայի գործակալները սկսեն ավելի շատ կենտրոնանալ Հայաստանի վրա, որովհետև ավտոմատ ինվեստորների, ներդրողների ուշադրությունն էլ է կենտրոնանում Հայաստանում, եթե Ռուսաստանը, Դուբայը, միգուցե ուրիշ երկրներ դուրս են գալիս, ավտոմատ Հայաստանի դիրքերը ավելի բարելավում է ու ֆոկուսը շատանում է Հայաստանի վրա ու սկսում են բոլորը հարցեր տալ Հայաստանից, մարդիկ էլ այդ նկատում են, սկսում են ավտոմատ դրանով զբաղվել ու դա էլ իր մեծ արդյունքն է թողում, դա այդ մուլտիպլիկատիվ էֆեկտն է, որ սկզբից մի հոգի է զբաղվում, հետո 3, հետո 100, հետո 1000 ու մեր գլոբալ նպատակներից է, որ աշխարհի բոլոր գործակալներն էլ Հայաստանը վաճառեն ու ինքը դառնա գլոբալ մարքեթի մի մաս, այսինքն եթե հարցնում ես հիմա Դուբայն է անում, իհարկե Դուբայը, Թայլանդը, Բալին, նույն ձև դառնա Հայաստանը, ամեն դեպքում գոնե առնվազն մեր Սփյուռքի համար ու առաջի շերտով գոնե հայ գործակալները բոլորը այդ գործին լծվեն ու սկսեն Հայաստանի անշարժ գույքը վաճառել, հետո արդեն մնացածը ավտոմատ կմիանան գործակալներից, իսկ հաճախորդներից արդեն եթե արտերկրում ապրող մեր հայրենակիցները ձեռք են բերում, իրանց ընկերներն էլ են արդեն տեսնում այդ հաջողությունը։ Այստեղ մի հատ կարևոր հարց կա։ Ինչի պետքա դրսում ապրող մարդը, հայ, հələ արի հայերից խոսանք, Հայաստանում անշարժ գույք առնի։ Այսօր աշխարհը բաց է, կարելի է անշարժ գույք առնել Դուբայում, կարելի է Բալիում, կարելի է Իսպանիայում։ Ինձ ասա 3 պատճառ, ինչի պետքա հենց Հայաստանում մարդը գույք առնի։ Դու գրքեր կարդում ես, չէ՞։ Այդ Սամի Բագատի Չլավեկ Վավիլոնը, որ այս գիրքը կա, իր մեջ երկրորդ պունկտով ասում է, առաջի ոնց որ պունկտով ասում է ոնց գումարը հավաքես, երկրորդ պունկտով ասում է որտեղ ներդնես, չէ՞։ Ու ասում է այնտեղ ներդրում արա, որտեղ որ դու լավ գիտես ու վստահ ես, որ դա կլինի։ Հիմա ճանաչել, եթե դու քո երկիրը ճանաչում ես, քո պետությունը ճանաչում ես, այդտեղից ավելի շատ ինֆորմացիա ունես, քան ենթադրենք, չգիտեմ, Կոնգոից կամ Բանգկոկից ինչ-որ տեղից, չէ՞, բնականաբար դու ձգտում ես այդտեղ անես։ Այդ հարցի առաջի պատասխանը այն է, որ մարդիկ պետք է ներդրում անեն այնտեղ, որտեղ որ ավելի շատ ինֆորմացված են ու ավելի շատ են վստահում։ Լավ, իսկ ինչի պետք է վստահեն Հայաստանի անշարժ գույքի շուկային։ Մարդ եթե ունի գումար, ինքը ուզում է դա ներդրում անի, որ այդ գումարը աշխատի։ Հա տարբեր ներդրում անելու տեղեր կա, մենք չենք ասում, որ ոսկու մեջ մի արեք կամ կրիպտոյի մեջ մի արեք կամ Դուբայում մի արեք Հայաստանում, չնայած ինչ որ չափով ավելի շատ ասում ենք, ձեր երկրում արեք, բայց խոշոր հաշվով մենք ասում ենք դուք որոշեք, բայց եթե ուզում եք անշարժ գույք առնեք, մենք այս process-ները արել ենք, չգիտեմ, կառուցապատողին ուսումնասիրել ենք,
նախագիծը խորհրդատվություն ենք տվել, որ ավելի օպտիմալ նախագծեր լինի, արժեքի մասով ճիշտ կոնսուլտացիա ենք արել կառուցապատողին ու ունեցել ենք պատրաստի product, որը որ հարմար է մարդկանց ձեռքբերման համար կամ ներդրում անելու համար։ Մենք այդ ենք ասում։ Դա առաջի ոնց որ կետով։ Երկրորդը եթե մրցակցության դաշտով նայենք, հա, Հայաստանը այս վերջի տարիներին շատ մեծ աճի տեմպ է գրանցում բոլոր ոլորտներով։ Այսինքն Հայաստանում տեսնում ենք հիմա ինչա կատարվում, բոլոր միջոցառումները ավելի մեծ մասշտաբի են ասում, ասենք այս վերջի Վարդավառը կամ չգիտեմ համերգները իրար հետևից որ լինում է, այսինքն գլոբալ առումով Հայաստանը ինչ որ մեծ շերտի համար դառնում է թե տուրիստական, թե ներդրման համար շատ հետաքրքիր տեղ, որովհետև ակտիվություն է գրանցում աշխարհում համեմատաբար նմանատիպ այլ մայրաքաղաքներ, նո Երևանը համեմատաբար այլ մայրաքաղաքների։ Okay, նայ ես մի քիչ տեղ բան անեմ, էլի, sense բան հարցեր տամ, ավելի պրովոկացիոն հարցեր տամ, էլի։ Այդ ինչ դու թվարկեցիր, Իսպանիայում էլ կա դա, Դուբայում էլ կա, ավելի մեծ ծավալներով ու ավելի մեծ տենց ոնց որ ասած գլամուր sense շուկով էլի։ Հայաստանում հասկացանք, Սփյուռքի հայը ուզում է իր հայրենիքում տուն ունենա։ Բայց եթե ինքը հայ չի կամ լավ հայ է, ով մենակ բանով չի, հա, էմոցիոնալ չի ուզում այդ անի, ուզում է հաշվարկ անի։ Մեր երկրում այդ ներդրումը ավելի բարձր շահութաբերություն է բերում, ավելի քիչ ռիսկով, թե ինչ կա, ինչ մեծ պատճառ կա, որը հնարավորություն է տալիս մեզ ոնց որ տարբերվել այլ շուկաներից, էլի։ Ինձ թվում է այդ հարցի գլոբալ պատասխանը մենք մտնում ենք ավելի պետական մտածողության դաշտ, ինչ պետք է անենք, օրինակ ոնց որ Դուբայը արեց, հարկերը ավելի կրճատեց, որ ամբողջ աշխարհից մարդկանց ձեռնտու լինի, կապիտալը հոսի։ հա, կապիտալը բերեն Դուբայ։ Հիմա մեր հարկման դաշտը համեմատաբար այլ երկրների հարկման դաշտի ավելի հարմար է, օրինակ։ Լավ։ Ու նմանատիպ բաները ես կարծում եմ, որ կետերը գնալով ավելի կբարելավեն ու դրա հաշվին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ընտրություն կայացվի ու նոր արտերկրի քաղաքացիները, հենց որ կապ չունեն Հայաստանի հետ, նոր կսկսեն ձգտել առնել Հայաստանում։ Հիմա ոնց նայում ենք մեկը, եթե նույնիսկ արտերկրի քաղաքացի է, ինքը ինչ որ կապ զգում է Հայաստանի հետ։ Լավ, օրինակ Սարեր ձորերն է հավանել։ կոնկրետ օրինակ ասա։ Այդ մեծ գործարքի հետևում հայեր էին կանգնած։ Չէ, օրինակ դա բացառություն էր։ Հա, ինչն էր իրանց հիմնական որոշման պատճառը։ Կապիտալի աճը Հայաստանում ու հաշվարկային եկամտաբերությունը։ Okay, всё։ Որը իրանք կարան ունենան։ Հա։ Ու այդ պայն աշխարհում մենք մեր գները որ բարձանում Եվ նաև սանկցիաները, գիտես։ Այսինքն այդ նույն մարդը, եթե ուզենա Իսպանիայում առնի կամ Եվրոպայում, ինքը բախվելու է այդ դժվարությունների հետ։ Լավ, դա կապ ունի։ Բայց ամեն մարդ իր գնումը ձեռքբերումը կատարելուց մի հատ այդ պայն շուկան, հա, գլոբալ մարքեթը ուսումնասիրում է, հատկապես այդ թվերի մեջ էլի։ Հա, բնականաբար ու որոշում է կազմում այդ թիվը, որտեղ է ավելի նպատակահարմար ներդրում անելու համար ու փաստորեն մենք էլ իմացանք, որ Հայաստանը հարմար է։ Լավ, դուք ունեք մի քանի շատ հետաքրքիր պրոյեկտ, որը առանձնանում է։ Ցանկանում դրանից խոսանք, օրինակ նույն Bosco-ից։ Ինչա Bosco-ն ու ինչի այդ պրոյեկտի շուրջ այսքան մեծ հետաքրքրություն ու աժիոտաժ։ Ինքը տարբերվող նախագիծ է դրա համար, ինչով է տարբերվում, որովհետև դեռևս Հայաստանում չէր եղել բրենդավորված սպորտային թաղամաս, որը որ բացի ապրելուց, հա, չորեթը, որ ասում ենք, բացի քառակուսի մետրից, Իրանից ներկայացում է հենց ապրելակերպ ու կոնկրետ թիրախային ապրելակերպ։ Այսինքն սպորտային, սպորտով զբաղվող մարդիկ, ում համար սպորտը ապրելակերպ է, նախընտրում են այդտեղ ապրեն, որովհետև գիտեն իրանց կյանքի կամ տարվա որոշակի ժամանակահատվածում կարող են նույնիսկ Երևանում ապրելով ամառվա ամիսներին տեղափոխվեն այնտեղ, ունենան բոլոր համապատասխան զբաղմունքները, չգիտեմ, հեծանիվ քշելը, վազքը, մարզասրահը, ֆուտբոլի, թենիսի ու մնացած բոլոր խաղերի մարզադաշտերը, ու իրանք այդ ապրելակերպը ամառվա ավելի շոգ ամիսներին նախընտրեն բարձրանան նոր հաճնի կողմ, որտեղ որ կլիման ավելի զով է ու ինչի համար որ դա պատճառներից մեկն է եղել, որ այդ տարածքը ընտրվել է այդ նախագծի համար,
նույն Յուվենտուսի ակադեմիան ու հարակից ամբողջ Բոսկո թաղամասը։ Ես ֆուտբոլ չեմ խաղում, չեմ սիրում ֆուտբոլ։ Ինչի ես պետք է ապրեմ Բոսկոյում։ Եթե Յուվենտուսի ակադեմիան է, ես չգիտեմ դաժե Յուվենտուսի ինչական թիմ է։ Անկեղծ էլի։ Ինձ ինչ պետք է տեղ ապրել։ Պարտադիր չի, որ ֆուտբոլ խաղաս նոր այնտեղ ապրես կամ տեղափոխվես կամ վարձակալես ամառվա ինչ որ ամիսներին այնտեղ ապրելու նպատակով, այստեղ հարցը սպորտային լինելն է ու ուզենալը, որ առավոտյան արթնանալ ու ոչ թե, չգիտեմ, պայմանական փոշու մեջով վազել կամ ասենք կեղտոտ շնչել, այլ ավելի մաքուր միջավայրում, չգիտեմ, առավոտվա վազքը հեծանիվը կազմակերպել կամ օրվա ընթացքում, որ ջիմը մարզասրահ ավելի մոտիկ լինի, ու սենց ու Յուվենտուսը ինքը բուստ անում մնացած բոլոր սպորտերը, մարզաձևերը։ Ես երբ որ ծանոթանում եմ այդ պրոյեկտին, ես տեսա, որ հենց առաջի ակցենտը նրա վրա դրված, որ ինքը 5 աստղանի ռեզորտի մակարդակի համալիր է, բայց երբ որ գներն եմ նայում, ես չեմ տեսնում այդ սուպեր թանկ գները։ Այսինքն ինքը թիրախավորել է որպես պրեմիում 5 աստղանի հենց ռեզորտ է, բայց գները գրեթե միջինից մի քիչ բարձր գներ են։ Այստեղ հակասություն չկա։ Գները կաճ են։ Հակասություն չկա, որովհետև ինքը նոր ֆորմատ է մեր երկրի համար, մեր ունեցած նախագծերի համեմատ, ու այդ ֆորմատը գնալով ավելի հետաքրքիր է լինելու։ Կհիշես, որ սկզբում ասեցի, ես Ռուսաստանում էի բնակվում, օրինակ այդ տարիներին ասում էի, ինչի ստեղը սենց նախագծեր չեն անում, որովհետև մեծ թաղամասեր իր քայլելու ուղիներով, դաժե եթե սպորտային չի մարդը չի վազելու, հեծանիվ չի քշելու, ամեն դեպքում բոլոր մարդկանց համար, ընտանիքների համար կար քայլուղիներ կամ որ իրան կարան երեխաների անվասայլակներով ման գան ու աշճանները, բորձուրները անդադ չխանգարեն, այս խնդիրը չլինի, սիգնալ չտան։ Առաջինը գիտես ով այդպես թաղամասարք է։ Ասկոնայի սեփականատերը Սիդովկա, հայտնի միլիարդատեր ռուս, Դաբրագրադ քաղաք է կառուցել, որը ինքը քաղաք է կարելի ասել, որը երևի մի 10 տարի առաջ է արել, այսօր այդ մոդելը գնալով զարգանում է։ Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք Ոսկոնա, Գողտնա, Ուրբանվելին։ Այո, նմանատիպ նախագծերը արդեն հասունացել է, որ պետքա մուտք գործեն շուկա, որովհետև մարդիկ արդեն բացի բուն տարածքից, որտեղ որ իրանք ապրելու են, նայում են ինչ ենթակառուցվածք ու ինչ ապրելակերպ են ունենալու այդտեղ։ Ամբողջ անշարժ գույքի հիմա տրենդները, տենդենսիան գնում է ապրելակերպին։ Այսինքն ամբողջ եթե նայենք ու համեմատենք, չգիտեմ, Նյու Յորքն ու Դուբայը, Բալին կամ Թայլանդը այդ գլոբալ մարքեթը, ինչ տիպի նախագծեր են սարքում, իրանք շեշտադրումը դնում են ենթակառուցվածքի ու ապրելակերպի վրա։ Միտեղ կարելի է, չգիտեմ, սպորտ անել, միտեղ կարելի է ծովի ափինա, որ այն մարդկանց համարա որ կարան սերֆինգով զբաղվեն, չգիտեմ։ Տարբեր, այսինքն Ստացի Հայաստանի ամենաառաջի օրինակը ոնց որ Վահագնի թաղամասն է։ Վահագնի թաղամասը, չէ, իրանք այն ժամանակ արեցին։ Մնում է ունիկալ, ու ավելի փակ թաղամասի ֆորմատն էր։ Բայց ֆունկցիոնալով այդքան ֆունկցիոնալ չի, չէ։ Հանգիստ ընտանեկան թաղամաս որպես, ինքը երևի շատ իրանք ավելի լավ կասեն, բայց երևի տենց է դիրքավորվել կամ մեր մեջ այդ պատկերացումները կա այդ թաղամասի վերաբերյալ։ Հիմա տարբեր տեսլականի մարդիկ ընտրում են իրանց ավելի սիրելի ուղղությունը ու փորձում են այդ ուղղությունը զարգացնել։ Նույն Գողթ Ուրբանվալին, կամ Բոսկո թաղամասը ինքը ինչ որ կետից մտքից դարել է նախագիծ ու նախագծից վստահ կդառնա իրականություն ու այն մարդկանց համար, մենք չենք ասում բոլորը պետք է գան ստե ապրեն։ Մենք ասում ենք, որ այս սեգմենտի մարդիկ պետք է գան ստե ապրեն, որովհետև սա իրանց համար ամենալավ որոշումն է կամ ամենահարմար թաղամասն է, որտեղ որ իրանք կարան իրանց ապրելակերպային առօրյան կազմակերպել։ Համաձայն եմ, երեխաները նույն թաղում են խաղում, իրանց հետ նույն սոցիալական խավի հարևանների հետ, չէ, ոչ շատ հարուստ, ոչ շատ աղքատ, ֆուտբոլի թեման, եթե երեխան դրա մեջ է մեծանում, այսինքն իր բոլոր ընկերները ֆուտբոլից լավ են, մրցակցությունը ավելի թեժ է լինում, ու ինքը ավելի լավ է ֆուտբոլ խաղում։ Հիմա այս ամբողջը նպաստելու է դրան։ Մեր ժամանակ սենց մի հատ բան կար քաղաքի թաղամասերը, ոնց որ քաղաքը բաժանված էր, երրորդ մասի, մասիվցի, չգիտեմ, Բանգլադեշի, երրորդ մասում էլ իրակի կիսատ բան բաժանումները
կան ղռեցի, յոնջելախցի, սադեցի։ Այդ մի օր կփոխվի։ Կփոխվի արդեն կլինի բոսկոցի, ուրբանցի։ Ինձ թվում է մոտ մի 5-10 տարի հետո ընդհանրապես ինչ-որ մարդկանց մի զանգված նախընտրելու է քաղաքից դուրս ապրի, ովքեր որ ավելի հանգիստ ապրելակերպ ունեն, որովհետև էդ էլ հիմա ծանր լյուքսը է դա, որ մարդ կանա հանգիստ ապրելակերպ ունենա, ասենք սպորտային կառուցված, այո, ու ինչ որ սեգմենտ կա, որը որ նոր է սկսում գործի մեջ մտնում, իրան ավելի շատ պետք է կենտրոնում ապրի, որ գործից չուշանա կամ ասենք նմանատիպ ու գնալով այդ Երևանի կենտրոնում ապրելը կամ Երևանում ապրելը այդքան էլ արդիական չի լինի, արդեն արդիական կլինի ապրել այնտեղ, որտեղ որ դու պատկանում ես, ասենց ասած։ Հա, ու գիտես մի հետաքրքիր բան էլ քեզ ասեմ, այսօրվա աշխարհում մարդիկ մեծ գին են վճարում քաղաքում ապրելու համար։ Այդ մեծ գինը նաև առողջության, էկոլոգիայի տեսանկյունից է, բայց մեծ գին են վճարում կյանքի ժամերի տեսանկյունից։ Նայ, եթե դու ունես 2 երեխա, ամեն մեկին միջինը 1-ից 2 խմբակի է ստանում, հա։ Այդ խմբակները հո մի տեղում չեն։ Դու ունես աշխատանքի վայր, ունես քո ջիմի վայրը եւ տունը, դու նաև եթե կնոջ տես դու քո մեքենայով, եթե ինքը իր մեքենան չունի, դու ստացվում է որ անընդհատ այս պրոբկեքի մեջ ինչ որ մի 7-8 լոկացիա կա քաղաքի մեջ, որտեղ շաբաթը 3-ից 4 անգամ պետք է անպայման լինես։ Այդ կյանքից այնքան մեծ ժամանակ է տանում, որ դու եթե տարվա վերջ չափես, դու կհասկանաս մենակ նկարչության տանելու համար քո աղջկան դու ծախսել ես, չգիտեմ, 4 շաբաթ։ Մի ամիս։ Այդ միշտ չի որ մարդիկ հաշվարկում են, այդ շատ լավ թեմա է բացում, որ կարելի է մարդկանց ավելի շատ ֆոկուսը պահել դրա վրա, այսինքն ասել, որ դա նույնպես պետք է հաշվել ու հասկանալ։ Առաջի 8 հատ լոկացիան, 10 լոկացիա, որտեղ դու հաճախ լինում ես։ Ու չափես դրա տևողությունը։ Ինչքան ժամանակ ենք մենք ծախսում ճանապարհի կամ անիմաստ ինչ որ բանի վրա, որը որ կարելի է կոմպենսացնել մեր սիրած բանը անելով։ Այսինքն եթե մի ժամ ճանապարհի վրա ենք ծախսում, եթե օրինակ Բաքվում ունենանք մարզասրահ, գիշնենք կպարապենք այդ մի ժամ ավել չեն գնա, գանք այդ մի ժամն է գիրք կկարդայինք ենթադրենք։ Okay, այո։ Կամ օրինակ երեխաների այդ խմբակները մի տեղում լինի, հա, ասենց ձերքից բռնած մայթ հանցնես, ինքը մտնի, ու ասենք առաջի հարգում նկարչություն լինի, երկրորդ հարգում լինի ինչ-որ մի բան, ու սաղ լինի մի տեղում։ Ամբողջ առօրյան ընտանիքի բոլոր անդամների հնարավոր լինի միտեղ կազմակերպել։ Ոնց որ նպատակը էս է։ Ապագան դա է, լայֆսթայլի բանը, ապագան դա է։ Այո։ Ընտիր, որտեղ մարդիկ գնալով հասկանում են, որ 2 թանկ ռեսուրս տեղ իրանք պետքա պահեն, մեկը իրան ժամանակն է, մեկը առողջությունն է, որտեղ օրինակ նույն ես Գողթ պրոյեկտին նույնպես շատ լավ ծանոթ եմ, մենք Գողթի թիմին տրեյնինգ ենք արել, մենք հաշվել էինք, որ այն ինչ պետքա մարդուն երկար ապրելու համար, բազային, հա, օդի մաքրությունը, սնունդը, խորը քունը, ջուրը, այդ սա Գողթում կա։ Երևանում երբ որ են ամենավատ են օդը որ պետք է հակագազով փողոցել ենք, այդ օրերին Գողթում նայում էինք, կանաչ էր ցույց տալի։ Հա, այդ մի պահ էր տենց, չէ՞, մի քանի օր եղավ, ինչ որ կուտակում եղավ, հետո դրանից հետո լավ անձրև քամի եղավ, ոնց որ մաքրվավ ու ոնց որ մաքրվել է ընդհանուր, բայց ամեն դեպքում, հա, եթե ես էլի եմ ասում, իմ կարծիքով մենք չենք կարա մի մարդուն, որ այդ ապրելակերպը հարմար չի, ինքը այտենց չի ապրում, ստիպենք, որ ինքը գնա այդտեղ ապրի։ Այդ նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր որ թեկուզ լսելուց հետո կհասկանան, որ այս ապրելակերպը իրանցն է։ Ու կգնան այդտեղ արդեն կապրեն։ Ինքը ճիշտ ապրելակերպ է, ինքը ամենալավ ապրելակերպն է, քաղաքից, չգիտեմ, 20 րոպե կամ կես ժամ հեռավորության վրա մաքուր օդի բոլոր հարմարությունները մեկ տեղում, հա, ավելի ընդարձակ միգուցե բնակարաններ կամ տներով, այտենց ապրել է, բայց մարդիկ իրանք են ընտրում, ում ոնց հարմար է, մարդկա որ կենտրոնում է ուզում, իրան այդ ինքը դա իր համար օկուպացիա լինում է, իսկ մարդկա ով որ օրինակ կնախընտրի ապրի նույն Բոսկոյում կամ Գառնիում, հա, ու դա իր համար, չգիտեմ, լրացուցիչ 5 ավելի տարի կստեղծի իր ժամանակը ճիշտ օգտագործել։ Բացի ժամանակը, դու ֆիզիկապես երկար ես ապրում։ Ես ընկեր ունեմ, ով ջրվեժում է ապրում, ինքը Երևան շատ ուշ է գալի, տնից է աշխատում,
պատմում էր, որ մի ամիս չէր իջել կենտրոն, մի օր իջա ասում է ու զգացի, որ օդ այնքան կեղտոտ է, որ կոկորդս բռնվում է։ Բանա ինչ որ նստված կա։ Կոնտրաստի մեջ իրականում շատ տենց բաներ է լինում, նույնը չգիտեմ, թռնում ես արտերկրի, գալիս ես, էլի տարբեր զգացողություններ ես ունենում, թե լավ թե վատ, մեկ ջուրը ես կարոտում, որ այստեղի ջուրն ես ուզում խմես, մեկ, չգիտեմ, օդն ազգում ես, որ ծանր, բայց հուսանք համապատասխան մարմինները, ոնց որ այդ հարցերը կանրադառնան ու ժամանակով կլուծեն։ Լավ։ Իսկ սենց հարց, բիզնես կենտրոնների նոր տենդենսը որն է։ Մենք գիտեինք այն ժամանակվանից, հա, մի 20 տարի առաջ բիզնես կենտրոնը օֆիսը վարձակալում ես, կա մինիմում, հա, ճաշարան, որտեղ այդ բիզնես կենտրոնի աշխատողները հաց են ուտում, հիմա նաև արդեն կա ջիմ, ինչ-որ սրճարան, դա մենք դրան սովորել ենք արդեն, դա նորմա է։ Ուրա գնում ապագայի, հա, ոնց հասկացանք, մարդկանց ապրելը արդեն գնում է դեպի լայֆսթայլի լիարժեք կենտրոնացում մի կետում։ Բիզնես կենտրոնների դեպքում ինչ տենդենս կա։ Հարմարությունները մարդկանց ապրելու թե աշխատելու համար նույնն են մնում։ Այսինքն մարդիկ նախընտրում են, որ եթե աշխատում են կամ ինչ-որ միտեղ ապրում են, ունենան համապատասխան հարմարությունները։ Այսինքն այդ նույն ջիմը, մանկապարտեզը բանը բիզնես կենտրոնի մեջ, հա։ Այդ մասով հա պայմանական նաև կարա այդտեղ լինի, բայց ես ի նկատի ունեմ, որ մարդը ուզում է, որ իր կոմֆորտը միշտ տեղում լինի։ Հիմա կան միջազգային կազմակերպություններ, ովքեր այդ կոմֆորտի կետերը վերցրել են, գրել են, ասենք, չգիտեմ, 50-100 կետով, ու դա սարքել են ստանդարտ ու այդ տալիս են կառուցապատողներին, որ կառուցապատողները արդեն այդ պատրաստի ստանդարտը դնեն, որը որ մարդկանց կոմֆորտին գիտակցված թե չգիտակցված կհամապատասխանի։ Օրինակ դալանում ինչ կոմֆորտ կա։ Դե դալանի գաղափարախոսությունը, եթե կհիշես, առաջի այդ 3 կետերն էին տարածություն, թթվածին միջավայր, այդ այն ինչը մարդուն ստեղծագործելու համար պետք է բավականաչափ տարածություն, որ ինքը ճնշված չլինի, միջավայր, որտեղ որ այն միջավայրը կլինի, որտեղ որ ինքը կզարգանա ու կաճի, ու թթվածին այդ մաքուր օդն է ու նաև արևի համապատասխան ճառագայթների քանակ եւ այլն, հա, սենց այդ բաներն է, որը որ մարդուն թույլ կտա ինքը ճիշտ շնչի, հա, դա համապատասխան քանակի թթվածին գնա իր ուղեղը լավ աշխատի, ոնց որ իր հիմնական ստանդարտները սրանք էին։ Թթվածնի բա դա օդափոխության համապատասխան համակարգն է, որը որ կբավականացնի պայմանական, եթե շենքում աշխատելու է 3000 մարդ, այդ 3000 մարդուն, հա, տենց չի լինի, որ տոտ լինի, հա, մարդիկ ինչ են ձգտում այդ հին սովետական շենքերից դուրս գան, որովհետև այդ ենթակառուցվածքները չկա, լիֆտն է վտանգը, որ միգուցե կամ ասենք դա հələ կներես, sense ընդհատեմ, էլի, թույլ տուր, նայ, պատկերացա ես ապրում եմ Բոսկոյում, օֆիսս էլ դալանում է։ Հիմա ես որտեղ ավելի շատ պետք է ժամանակ անցկացնեմ։ Օրինակ դու առավոտյան ես պարապում, թե երեկոյան։ Առավոտյան։ Դե միգուցե ճիշտ է այս դեպքում, որ պարապմունքդ կազմակերպես Բոսկոյում, բայց դա չի բացառում, որ դու շուտ դուրս գաս ժամը 7-ին, չգիտեմ, առավոտվա գնաս, հա, քո բիզնես կենտրոն ու այնտեղ ունենաս մարզասրահ, դա պլանավորման հարց է։ Ինձ թվում է հետագայի բոլոր շենքերում էլ կամ բիզնես կենտրոնում էլ, կենտրոններում էլ այդ մարզասրահներն ու, չգիտեմ, կոֆեի տեղերը ու սրճարանները լինելու է։ Գլոբալ տենդենսը հիմա նկատել ես ինչ նախագիծ կա ունի սրճարան, չգիտեմ, ռեստորան ու մարզասրահ։ Հասկացա։ Լավ, հիմա օրինակ շատ ինվեստորներ կան իմ շրջապատում, ովքեր ուզում են բիզնես կենտրոն կառուցեն ու пассив եկամուտ ունենան, որովհետև դա համարվում է ամենալավ եկամտի ձևերից մեկը, ինքը пассив սարքել ես, լցրել ես բոլոր օֆիսներդ, հա, ու ամեն ամիս ինքը ստաբիլ փող է բերում։ Ինչ ես կարծում Հայաստանում ինչքան կա դրա պահանջարկը։ Այսօրվա գործող բիզնես կենտրոնները ինչքանով են ծածկում այդ պահանջարկը եւ արդյոք եթե էլի կառուցվեն բիզնես կենտրոններ, իրանք կունենան իրանց հաճախորդը թե չէ։ Այս հարցին սենց պատասխանեմ, կարելի է մենակ բիզնես կենտրոն չսարքել եկամուտ ունենալու համար, կարելի է տարբեր ուրիշ բաներ սարքել, բիզնես կենտրոն սարքելուց լավ պետք է մտածել ու այդ ոլորտի մեջ խորանալ, որովհետև մենակ անունով սարքելը չի, պետք է մի բան սարքել, որը որ օգտագործողի համար հարմար է, որը որ իրականում կմնա որպես արժեք, հա, պետք է ավելի լավ բան
փորձել սարքել, քան դալաննա, ենթադրենք, որպեսզի լինի էական արդյունք, հա, ու մենք ինչ որ մակարդակի վրա չմնանք միշտ էլի, հա, այսինքն ենթադրում։ Լավ, սենց հարցը սուրի ձև տամ։ Ես ունեմ փող $5 միլիոն։ Կարամ գամ քեզ դիմեմ, ասեմ մի հատ նայեք հաշվեք քաղաքում ինչ հող կա, այդ հողի վրա ինչ սարքենք, որ ես ամիսը երրորդ տարուց սկսած այս $5 միլիոն վրա ունենամ օրինակ 25% եկամուտ։ Կարամ դուք ինձ Մենք օգնեք։ իրականում հենց այդ էլ անում ենք, այսինքն Red Invest Group-ը հենց դրանով էլ զբաղվում է, եթե մարդը ունի գումար կամ թեկուզ գումարի կեսը, ուզում է զբաղվի կառուցապատմամբ, հա, կամ թեկուզ արդեն զբաղվում է, մենք ավելի շատ օգնում ենք, որ ինքը կայացնի ճիշտ որոշում այդ հողի ընտրության հարցում։ Այդ հողի վրա ինչ կառուցի, հա, ինչքան կառուցի, ու բնականաբար մարքեթինգը, վաճառքը, հետ վաճառքային սպասարկումը, այս ամբողջ կտորը, այո։ Մենք հենց դրանով էլ զբաղվում ենք։ Նախագծից մինչև վաճառք անում եք։ Այո, A-ից Z այդ process-ը տանում ենք։ Հասկացա։ Ինձ քո lifestyle-ն է հետաքրքիր, ինչով ես զբաղվում մինչև բիզնես, օֆիս գալը եւ օֆիսից գնալուց հետո։ Ավելի շատ հիմա իմ ապրելակերպը նվիրված է ընտանիքին ու աշխատանքին, որոշակի բաներ ավելի հետին պլանամխվել այս իրադարձություններով, ոնց որ այնպես որ օրը, այո, 3 երեխա ունեմ, մի աղջիկ, 2 տղա, ու ավելի շատ օրս ու ժամանակս գործից բացի անցնում է ընտանիքի ներսում, հա, երեխաների հետ։ Դու որտեղ ես ապրում հիմա։ Բագրևանդ։ Մեր թաղամասերից, մեր նախագծերից մեկում ինքը փակ ընտանեկան թաղամաս է, որը որ էլի շատ ապրելակերպային, հա, հետաքրքիր միջավայրով թաղամաս է, որտեղ երեխաները մեծ մասը բակում են, որովհետև փակ թաղամաս է, 3 տարեկան երեխեքից սկսած ամբողջ օրը խաղում են, ու իրանք ունեն այնտեղ խաղասրահ, լողավազան, հա, հետաքրքիր զբաղմունքներ, մենք էլ իրանց հետ։ Okay. Սենց մի հատ ավելի վերացական հարց եմ ուզում տամ։ Պատկերացրա մի հատ գործարք ես արել, եւ այդ գործարքից մենակ տոկոս, հա, քո փողը, որ կարաս դու վերցնես այդ գործարքից, գերազանցում է $200,000։ Չգիտեմ գործարքը ինչքան պետքա լինի, որ մաքուր շահույթը քեզ 200,000 մնա, բայց ձեր գործում քո մասշտաբների մեջ դա լրիվ ռեալ է։ Ոնց կտնօրինես այդ $200,000։ Պատկերացրա հիմա սեղանին դրած է։ Եթե այդ պահին ունենամ ինչ որ բաներ, որ պլանավորել եմ առնելու, փոքր, միգուցե ինչ։ Հիմա, այսօր դրել ենք սեղանին։ Ես էլ պատկերացա այդ փողը տվողն եմ, $200,000 ինչ որ գործարք ես արել, դրել եմ սեղանին, այսօրվա դրությամբ ինչ կանես։ Քանի որ այտենց փոքր ինչ որ ձեռքբերումներ այս պահին մտքից չի գալիս, որ կուզենայի անել, ինձ թվում է ամբողջ գումարը էլի կներդնեմ։ Որտեղ։ Անշարժ գույքի մեջ բաց չի։ Ինչ կառնես այդ գումարով։ Այդ պետքա լինելու մի քիչ մտածել, short list անել, եղած առաջարկներից ինչ կարելի է անել։ Բայց ինձ թվում է ամենահետաքրքիր զբաղմունքը անշարժ գույքի մեջ ներդրում անելն է։ Իմ համար ամեն դեպքում այդ տենց է, դրանով էլ ես ոնց որ եկե հասել եմ այս կետին, որովհետև զբաղվում եմ նրանով, ինչ որ սիրում եմ։ Այսինքն քո բիզնեսի մի թևն էլ նա է, որ դու ինքդ կապիտալի սեփականատեր ես։ Այդ ձեր քո աշխատած գումարները դրել ես այդ կապիտալ ձեռք բերելու մեջ։ Այո, հələ մի բան էլ առաջ։ Հա։ Այսինքն մենք մի քիչ ուրիշ ավելի ռիսկային ստրատեգիաներով ենք մտնում անշարժ գույքի մեջ, քան շատ մարդիկ, շատ հաճախորդներ, այսինքն եթե մարդիկ մտածում են անշարժ գույքի մեջ մտնեն իրանց հնարավորության սահմաններում, մենք երևի մի 2 հեթկանի սահմաններում մտնում ենք, ու ինքը շահող ստրատեգիա է իմ համար ամեն դեպքում։ Ընտիր, չգիտես խի բոլոր բիզնեսմեններին ում այս հարցը տալիս եմ, թիվը տարբեր եմ հարցնում, կարա $1 միլիոն լինի, կարա 200,000 լինի, միշտ ասվում է, որ կներդնեմ, հələ ոչ մեկ չի ասել, կվերցնեմ, օրինակ, չգիտեմ, կգնամ մանկական երազանք ունեմ, ինչ որ մի բան կառնեմ, ինչ որ ես օրինակ, եթե այդ փողը դրվի սեղանին, հա, ու իմը լինի, ես մի հատ ռետրո ավտո կառնեմ, ես փոքր ժամանակ շատ եմ սիրել Jaguar-ը, ես մի հատ շատ լավ կուպե Jaguar կառնեմ ու իմ մանկական երազանքը կիրականացնեմ։ Օրինակ եմ ասում, էլի։
Ես քան որ ասացի, որ այս պայն այտենց բան մտքից չի գալի կամ ինչ եկել էր։ Իսկ կարող է չի գալի դրա համար այդ փողը հիմա չկա։ Իմ կարծիքով հենց Zapros-ը լինի, փողը կգա։ Չէ, օրինակ $200,000 անշարժ գույք, ուզում եմ ավելի շատ առնեմ, քան ինչ որ չգիտեմ ռետրո ավտո էսպայն, ինձ թվում է այդ մինիմալ հարմարավետությունները քան որ ապահովել եմ, էսպայն դրա մասին այդքան էլ չեմ մտածում, այսինքն ինձ չի երջանկացնում այդ ռետրո ավտոն, այլ չգիտեմ, երեխուս համար կառնեի, եթե ինքը ասեր այդ եմ ուզում։ Այդ կառնեի, էսպայն ոնց որ իմ ցանկությունները ավելի հետին պլանա, քան ընտանիքի անդամներինը։ Այդպես։ Այսինքն պետք է իմանամ, կգրամ կհարցնեմ, այսօր ինչ են ուզում։ Բայց էս էլ է հետաքրքիր, էլի, այստեղ էլի մեծ թեմա կա, որի շուրջ կարելի անվերջ խոսալ, քո ցանկություններն է պետք է առաջի տեղում դնես, թե քո ընտանիքի անդամների։ Իմ կարծիքով, իհարկե դու քոնը ունես, ես իմը, իմ կարծիքով միշտ ցանկացած իրավիճակում, կյանքի ցանկացած этаպում քոնը առաջի տեղում պետք է լինի։ Ասենց ճիշտ ես ասում, մենք անverջ կարանք այս թեմայով բանավիճենք ու խոսանք, բայց իմ մոտ այդ հարցերը հեշտ է, իմ մոտ զգալու մակարդակի վրա է։ Եթե զգում եմ, որ պետք է իմը դնեմ, այսօր իմն եմ դնում, եթե զգում եմ, որ երեխեքինն է, այտենց։ Okay, լավ։ Շատ լավ, դե մենք մոտենում ենք մեր ոդկասթի ոնց որ տրամաբանական ավարտին, արդեն երևի մոտ 1 ժամ ժամանակը շատ արագ անցավ։ Իմ վերջին հարցը քեզ, եղել են քո կյանքում этаպներ, երբ որ դու շատ կարևոր որոշման առաջ ես կանգնած եղել եւ դժվար է եղել այդ որոշումը կայացնելը, բայց որոշումը կայացնելուց հետո շատ մեծ փոփոխություն է կյանքում եղել։ Այ ես հարցինս թվում ամենաերկարը կլինի, որովհետև շատ է եղել այդպես իրավիճակներ իմ կյանքում, շատ դժվար որոշումների առաջ եմ եղել ու երևի ամեն տարի սուտ չլինի, այտենց ինչ որ իրավիճակ իմ կյանքում եղել է, բայց տարբեր արժեքներ, տարբեր ձևավորված սկիլեր հենց են արել, որ հիմնականում այդ որոշումը ես կայացնեմ, այսինքն շատ նախագծեր ա եղել կամ շատ գործեր բիզնես ա եղել, որ ես պետքա փորձեմ ու միշտ ինչ-որ բայ որոշեմ կարողա չանեմ, բայց վերջը որոշեմ, չէ, մեկը այս ինչ բանը պետքա անեմ։ Ու տարբեր բնավորության գծեր օգնել է, որ այդ ես իրականացնեմ, որ այդ գալեչկեն դնեմ, որ այս ինչ բանը ես ուզում էի ու արեցի։ Ու նույնը վաճառքի գործի մեջ էլ, այսինքն մեր կազմակերպությունում էլ հաճախորդների հետ աշխատելուց էլ լինում, այսինքն եղել են իրավիճակներ, երբ դու մտածել ես, այս գործարքը ենթադրենք կորածա կամ տեղի չի ունենալու, բայց մեկ էլ մի բան ոնց որ լամպուշկան կամ ինչ-որ բան ծնգացել է ուղեղի մեջ ու զգացել ես, որ դա համ լուծում է, համ ճիշտ որոշում է, այս բանը այտենց անել ու ճիշտ է, որ դու ասացիր, անես չի, որ մենք մարդկանց զզվացնում ենք, ասում ենք, գիտեք, իշկո վերեք $10 միլիոն դրում արեք կամ եւ այլն, բայց եղացած հաճախորդը մենք ամեն ինչ անում ենք, որ վստահ լինենք, որ բոլոր հարցերին ու բոլոր ռիսկերը այնքանով կառավարվել է, որ այդ մարդը արդեն պատրաստ լինի կամ կազմակերպությունը այդ ներդրումը անելու։ Հա, լավ, կներես, սենց հարցրել, քեզ տամ դու երբ որ խոսում ես, ես քեզ լսում եմ ու մյուս հարցերն են ծնվում։ Մի քիչ շեղվեցի ես, բայց կարծում եմ պետք էր, ես միշտ մեր ոդկասթը նկարում եմ առաջնորդվելով էներգիայով, թե ուրա տանում ոդկասթի էներգիան ու հիմա եկավ այս հարցը։ Փողը կարա մարդուն երջանիկ սարքի կամ երջանիկ լինելու համար փողը պարտադիր պայման է։ Ես կարծում եմ, որ ամեն մարդ երջանիկ է այնքանով, ինչքանով որ ինքը իրան երջանիկ համարում է։ Ճիշտ է, փողը շատ մեծ դեր է խաղում, որովհետև դու ապահովում ես այն առաջնային բաները, որը որ քեզ պետք է, որպեսզի չմտածես դրանց մասին ու այդ ոչ երջանկության էլեմենտները չզգաս։ Բայց առանց փողի էլ կարելի է երջանիկ լինել։ Բայց հա, ինձ թվում է կարելի է, բայց ավելի լավ է ինձ որ փողով ես ու երջանիկ։ Okay. Լավ, գրեք ձեր տարբերակները, փողը երջանկացնում է մարդուն թե չէ, եւ հնարավոր է արդյոք առանց փողի լինել երջանիկ։ Ես ինքս կարծում եմ, որ առանց փողի կարելի է լինել երջանիկ, եթե դու կարողանում ես նյութական աշխարհի բարիքներից հրաժարվես ու ապրես ավելի առանձնացած, մենակյացի կյանքով, միգուցե։ Բայց եթե դու աշխարհի կյանքով ես ապրում, ակտիվ կյանքով ես ապրում, այս կյանքում բոլոր երջանկացնող բաները ունեն գին։ Օրինակ, եթե
Հա, օրինակ, հա դու ամուսնացել ես, սերը փողով չես կարող առնես, բայց քո կնոջ հետ ճամփորդես ինչ-որ մի սիրուն երկրում եւ միասին այդ էմոցիաները ապրես, դա փող արժի։ Այսինքն փողը բոլոր շերտերում կա ու ես կարծում առհասարակ, հա, այդտեղ ծուղակ կա այս հարցի տակ, առհասարակ այս հարցը տալն է սխալ։ Որտեվ մենք չգիտես որտեղից է եկել այս հարցը, բայց ինքը սխալ հարցադրում է, որովհետև ինքը մեզ տալիս է մեսիջ, որ առանց փող կարելի է երջանիկ լինել։ Առհասարակ, եթե մենք պարադիգմայից դուրս ենք գալի այս հարցի, սենց է իրականությունը, որ փողը նախ մեր ռեալիզացիայի էկվիվալենտն է։ Ինչքան մենք ռեալիզացվում ենք, այդքան փող է գեներացվում մեր կյանքում։ Ռեալիզացիան ինքնին արդեն երջանկությունը հասկանում ես։ Ես համաձայն եմ, ուղղակի ինչ որ բացառություններ կա, որ այս բան մտքից գալիս է, Հա, որ ժամանակին զբաղվում էի սարագնացությամբ, հա, ու մի անգամ Տավուշի սարերում էր բարձրանում էի ճանապարհին մի հատ տուն էլ երևի չեմ կարող ասեմ, ինչ որ միքսեր, տան գոմի ու ընդհանուր սարի լանջին ամենագագաթից մի քիչ առաջ ու մարդիկ այդտեղ ապրում էին, իրանց անասուններին էին բուծում ու այդպես կանգնեցինք այդպես ջուր խմելու երկու բարետները խոսալը, բա այդ մարդիկ ռեալ երջանիկ ապրում էին ու ես վստահ եմ, որ դա իրանք ինչ-որ մեծ գումարների հետ գործ չեն ունենում, էլի։ Իրանք իրանց երջանկությունը գտել են այդ սարի ու ընտիր հողի վրա։ լրիվ համաձայն եմ, բայց ուրբանիզացիայի մակարդակը 21-րդ դարի տենդենսներ, օրինակ այդ ընտանիքի երեխան, որ մեծանա, իրան ինստիտուտ ընդունվել պետք լինի, իրան պետք լինի գա ու քաղաքային կյանքում ապրի, ինքը մեկը պետքա փոխի այդ իրականությունը։ Բնականաբար, բայց ապրելով այդ պայմաններում իրանց երեխան միգուցե ավելի շատ հնարավորություններ ունենա, ես ասում եմ ֆոկուսի ու ցկտումների տեսանկյունից, հենց որ ինքը իր համար էս մի հատ ուրիշ աշխարհ է, որտեղ որ ինքը ցկտելու ավելի շատ ռեալիզացվի, քան թե այս աշխարհում ապրած ու մեծացած մարդը, որ ընդհանրապես ֆոկուս չունի, թե ինչ է հիմա կատարվում։ Okay, իմ կարծիքով ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ չի, այդ մարդկանց կյանքում էլ առողջապահության խնդիր կա, կրթության խնդիր կա, ինֆորմացիա ստանալու խնդիր կա, գումար լավ, ես չգիտեմ հիվանդանում են իրանք։ Դե ոչ կարող չէ հիվանդանան մարդ են հիմա առողջապահության չէ, նայեք, ուրբանիզացիան, կյանքի այս ամեն ինչը այսօրվա մեր տեմպը, ինքը կառուցված է այնպես, որ փողը առանցքում է դրված։ Եթե դու դուրս ես գալի այս ամեն ինչից, գնում ես Թայլանդ կամ գնում ես ինչ-որ մի տեղ ու վանքում ապրում ես, հարց չկա։ Փողը ինչա պրոստը պետք է հասկանանք ինչև այդ։ Հա, փողը ամեն մարդու ստեղծած արդյունքն է։ Ապրես։ Հա։ Եթե դու ուզում ես աշխատես $1 միլիոն, ստեղծի $1 միլիոն համարժեք արդյունք։ Այո։ Всё։ Ու արդեն ստեղծելուց հələ միջև փողի գալը դու մի հատ երջանկություն ապրում ես այդտեղ։ Ես այդ էի ուզում ասել, որ հա, հիմա փողն է երջանկացում, թե մարդու ստեղծած արդյունքը։ Երջանկությունը սկսում է դրանից, բայց երբ որ փողը գալիս է, այն մյուս թեզի կողմնակիցները թե կարաս օրինակ սիրես սերը անվճար է, հա, սերը փողով չես առնի, բայց քո սիրած կնոջ հետ դու մի բանա տարին ոչ մի անգամ չճամփորդես եւ մի բանա տարվա մեջ 10 անգամ լինես տարբեր երկրներում։ Բնականաբար, չէ՞։ Ոստեղ նաև կան էմոցիաներ ու իհարկե նոր բան։ Իհարկե, օրինակ իմ սիրած ամենալավ ձևը ճամփորդելու, նու երկու մոդելի ես ունեմ։ Մեկը մեքենայով ճամփորդելն է, օրինակ գնում ենք կնոջս հետ Եվրոպա, մեքենա վերցնում ենք ու ես գնացքով եմ սիրում կներես։ Okay, տես, հա, էլի, ինչքան էմոցիա է, ինչքան ուրախություն է, չէ՞, դա պատճառում։ Դա մի մոդելն է, մյուսը ընկերներով ճամփորդելն, ընտանիքներով, ընկերներով, բայց դա փող արժի։ Դա փող արժի։ Պետք է արդյունք ստեղծել այդքանի։ Բայց ես այդտեղ մի հատ ուրիշ կարևոր կետ եմ ուզում առանձնացնեմ ու դրանով երևի ավարտենք, որ երջանկությունը նաև, հա, ինքը տոտալ, ասենց ֆոնային process չի, որտեղ ցանկացած մարդու կյանքում լինում են ծանր դեպքեր, օրեր, կորուստներ, դժբախտություններ, խնդիրներ ու այդ երջանկության զգացողությունը հաճախ այդ խնդիրների ծանրության տակ մարդը սկսում է չզգալ, հա, օրինակ, չգիտեմ, երեխան հիվանդ է, հա, մարդը տեսնում ես, թեթև ուրախ, առույգ, մեկ էլ աշխատանքի է եկել, ծանրացած, մտահոգ, սենց ինչ որ բերի տակ հարցնում ես ինչ ա եղել, պարզվում է երեխան ջերում է 4 օրը ոչ մի ձև չի իջնում ջերմություն։ Դու հասկանում ես, որ հիմա այդ խնդիրներից խուսափել հնարավոր չի, բայց եթե դու փող ունես, այդ խնդիրների լուծումը դառնում է արագ, դառնում է հեշտ, դառնում է լավագույն բժիշկների մոտ, լավագույն տեղեր, լավագույն։ Այ ես մի հատ հարց ունեմ այստեղ քեզ Գրիգոր ջան։
դու իմ իմացած ամենալավ ինֆորմացիան տվող մարդկանց մոտ նստածնող, հա, ու պոլկեքով դասավորող մարդկանցից մեկն ես։ Այ հարցս ինչու՞մն է։ Դու այդքան շատ մարդկանց տարբեր, հա, տրեյնինգներով սովորացնում ես, բայց առաջինը էդ է պետք սովորացնել, թե մարդ ոնց ինքը իրան ճանաչի, իր էմոցիաները ճանաչի, ոնց բոլոր էմոցիաների ժամանակ ճիշտ դրսևորի իրեն ու ոնց բոլոր էմոցիաները իր կյանքում համապատասխան բաշխվածություն ունենան, հա, 10-10-10%-ով ենթադրենք ոնց է պետք այդ մարդկանց որտեղ պետք է մարդ այդ սովորի ու ոնց է պետք է սովորացնել մարդկանց։ Նայելով կա գիտելիքի տարբեր տեսակներ, ոնց որ սնունդը, նույնը գիտելիքը։ Կա գիտելիք, որը միջնակարգ դպրոցն է տալի։ Կա գիտելիք, որը բարձրագույն կրթությունն է ապահովում։ Կա գիտելիք, որը միայն ինքնակրթությամբ ես դու ստանում։ Կա գիտելիք, որը սննդի հետ համեմատած fast food է, օրինակ, ինքը արագ մենք հիմա այդ գիտելիքին content ենք անվանում այսօրվա աշխարհում, հա։ Content-ը դա այն fast food-ն է, որը դու սենց բան ես անում, չրթելով եթում ես։ Կա գիտելիք, որը սակրալ է։ Ես Փառք Աստծո, մեծ շնորհակալություն կյանքին ու իմ ուսուցիչներին, ես տիրապետում եմ որոշակի սակրալ գիտելիքների։ Սակրալ գիտելիքներ փոխանցելը ունի համապատասխան տեղ, ձև եւ կարգ ուսուցչից աշակերտին։ Ես ունեմ փակ խումբ, որը կոչվում է սակրալ գիտելիք ընտրյալների համար, մետաֆիզիկայի խումբը, որտեղ մոտ 100 հոգի կես տարի շարունակ սովորում էր։ Ես ինքս սովորում եմ տարբեր ուսուցիչների մոտ, այսինքն դա գիտելիքի տեսակից բխած ֆորմատ է, որը ես փոխանցում եմ։ Հիմա մեր ունկնդիրներին ես այդ սակրալ գիտելիքից փոքր դոզաներով, այսպես ասած, տրանսլյացիա եմ անում, որտեղ այդ գիտելիքը մեծ դոզաներով միանգամից ինքը գիտես ինչ ձև է, ինքը sense դնես է սեղանին այդ գիտելիքը, ով պետքա իրան չնկատի, ինքը չի նկատելու։ Բայց ով պետքա այդ գիտելիքը վերցնի, ինքը կգա պահարանից այն ամենախորքում պահած դարակից կգտնի կհանի։ Դրա համար օրինակ ես կարամ հիմա լրիվ այդ գիտելիքներից խոսամ, եւ մեր ունկնդիրների մեծ մասը դա ոչ վերցի, ոչ էլ նայ։ Հա, հետաքրքիր բան ես ասում։ Ես նկատել եմ, որ եղել է գիրք, որ 2 անգամ եմ կարդացել, կամ լավ, մի հատ արտահայտություն, որը որ մի քանի անգամ եմ լսել, բայց ինչ որ վերջի անգամ լսելուց, հա, այդ պահին ես իրան լրիվ ուրիշ ձև եմ անցալել։ Այսինքն մարդ երևի ինքն է պետքա հասունանա այնքան, որ այդ պահի գիտելիքը կանա համապատասխան ձևի յուրացնի, հա։ Այո, եւ եթե գիտելիքը սակրալ է, օրինակ ես անվանում եմ Տոնի Ռոբինսի եւ այդ կարգի կոնտենտային գիտելիքները fast food։ Հա, պարզ, պրիմիտիվ, հեշտ մարսվող, երբեմն նույնիսկ իլյուզիա ստեղծող, հա, տվեցիր, հա, ոգեշնչեցիր, մարդուն էներգիա տվեցիր։ Ես օրինակ Տոնի Ռոբինսի տրեյնինգի տոմսեր ունեի, ասեցի ինչ անեմ, ես հաստատ չէի գնալու, նվիրեցի ընկերներից մեկին, ինքը գնաց մասնակցեց, բայց նույն հաջողությամբ Էքխարտ Տոլեն էր գալիս Ռուսաստան, ով սակրալ գիտելիքի կրող է։ Ես Տոլեի սեմինարին ուզում էի գնալ, բայց չկարացի, չհարմարացրեցի գնամ, էլի։ Բայց մարդկա այն էլ է, չէ, պետք իրան։ Այսինքն այդ գիտելիքը սկի իր համար բազվի չի, ինչ որ մեկը պետքա ասի ինչ որ դե նույն ձև սնունդն է, հիմա մտնում ես օրինակ ինչ որտեղ fast food, օրինակ McDonald's մարդիկ բան են ուտում, հա, ֆրի են ուտում, բուրգեր են ուտում, այդ fast food է, հա, արագ էներգիա, արագ ածխաջուր է, ասենց ասեմ։ Բայց եթե դու ուզում ես մաքրամաքուր գիտելիք ստանաս, դա լրիվ ուրիշ հոգեվիճակում է։ Ու քեզ մի հետաքրքիր բան էլ ասեմ, այդ գիտելիքից մեծ քանակով պահպանվում է ֆիլմերի մեջ։ Ֆիլմեր կան, ես կարամ 10 ֆիլմ ասեմ, ես ինքս Յունգ սովորել եմ ֆիլմաթերապիայի բազայի վրա։ Այսինքն մենք ֆիլմ էինք նայում ու հետո այդ ֆիլմը վերլուծում էինք։ Կա առնվազն 10-20 ֆիլմ, որտեղ խորքային սակրալ գիտելիք է պահված, եւ այդ գիտելիքը դու պիտի 10-20-ը չգիտեմ, իսկ թվում է 5-ը կարաս կոմենտում հետո տնես, արի ասեմ, հենց հիմա արագ ասեմ, Լեգենդա ու Բագերովանսը, ֆանտաստիկ ֆիլմ է, ամբողջ կինոն խորքային բան է, բարձր մակարդակի գիտելիքի տրանսլյացիա է։ Միրնիվոյին ֆիլմը, ֆանտաստիկ է։ Գիմնաստի մասին։ Այո, չկա նմանը, հա։ Երրորդը Փախուս Շոուշենկից ֆիլմը։ Չորրորդը Մանդելայի 2 ֆիլմերը, մեկը Դոլգի Պույցք Սվաբոդե, մեկը կարծեմ, երկուսն էլ Մանդելայի մասն է, չկա ուրիշ ֆիլմ, այդ 2 ֆիլմն է։ Չորրորդը Человек, который изменил всё։ Խորհուրդ կտամ այդ ֆիլմը նայել։ Եվ էլի մի
Մնացած, հա, բայց հետաքրքիր միտք եկա, որ կարելի ասում ֆիլմ դիտումը որպես ուսուցողական, հա, վարժություն կարելի է իհարկե այս թեմայով ես յունգտենց եմ սովորել եւ ֆիլմերից բացի այդ սակրալ գիտելիքը նաեւ կա երգերի մեջ, նաև որոշ երգերի, նաև կա հեքիաթների մեջ, էպոսների մեջ, օրինակ Բաստան, այն Բաստան, որը երգում է, ոչ թե այն Բաստան, որը ինչ որ տելեշոու է անում, դրանք տարբեր Բաստաններ են։ Բաստան երգեր ունի, որտեղ ինքը կպած է մի հատ իստոչնիկի, այդ կանալով է ինքը գրում այդ երգերը, լրիվ մի հատ սակրալ բան է տալի քեզ, տեքստա տալի քեզ։ Այդ հավանում ես Բաստային, դրա համար ես ասում, թե չէ, տեքստով եմ ես իրան հավանում։ Այսինքն ես տեքստը սկզբում լսում եմ, հետո Բաստային իրականում կան մասնագիտություններ եւ մարդիկ, ովքեր երբ որ պատոկի մեջ են մտնում, այդ ժամանակ իրանք ստեղծագործում են մեծ լրիվ ուրիշ մակարդակի արժեք։ Նույնը Բաստանա, իր բառերը, երգերի բառերը երբեմն ֆանտաստիկ խորություն են։ Նույնը մեր Սևակն է։ Բայց եթե դու Բաստային նայում ես առօրյա կյանքում, շատ պարզ, պրիմիտիվ հումորիստ, հա, շատ պարզ, ասենք, չգիտեմ, շոու է վարում, ասենք, լսում ես պարզագույնից էլ պարզագույն, էլի, բայց երգերի մեջ կամ ասենք մեր հայ ռեփ երգիչները, չէ, օրինակ, եթե լսես ՀՏ Հայկոյին կամ ասենք Միշոյին են մեր հին ռեփերը, բառեր կան, նախադասություններ կան, որոնք դիպուկ հա, իհարկե, դա էլ է սովորացնում։ Բայց երգերի մեջ կա լիքը նաև վտանգավոր կոնտենտ, շատ վտանգավոր կոնտենտ, որը ես օրինակ անվանում եմ այն, երբ որ երգի մեջ սիրտս տվեցի, հոգիս տվեցի քո համար, մի հատ անznազողության բան է գնում, գովք է գնում, ձոն անznազողության, այսինքն էս էլ է երկար խոսալու թեմա, որովհետև որ հարցնում ես, ասում եմ դե պուբլիկան էսա սիրում, էս ենք անում, որտեվ պուբլիկան էլ ասում է դե էս ուզում է զոհաբերի իրան, ուզում է իր հոգին մեկին տա, սիրտը մեկին տա։ Պուբլիկան է ասում է դե էս են երգում, էս ենք լսում, ոնց որ չես հասկանում, էլի։ Շատ վտանգավոր բան է։ Եթե իմ երեխան նման երգեր լսի, ես լրջորեն կմտահոգվեմ, որովհետև այդ երգերի տված թողած ազդեցությունը այնքան մեծ է, որ մարդը պատեռն է ձևավորում իր կյանքում, զոհաբերվելու, ուրիշի համար ապրելու, իր երջանկությունն ու կյանքը հետևի պլան թողելու, ուրիշի կյանքով ապրելու։ Դե պետք է իրան ժամանակը ոնց որ ճիշտ ավելի բաներով լցնենք, հա, որ այդ դրա ավելի, ասենց ասած, աղբի ժամանակը չմնա, էլի։ Բացի երեխաներին պետքա սովորացնել, որ իրանք ապրեն իրանց համար։ Ոստեղ ես այդ հարցը քեզ տվեցի քոնը ավելի կարևոր թե իրանցը, որովհետև եթե երեխան տեսնում է որ papan իրան զոհաբերում է իրանց համար, ուրեմն նորմալ է որ մենք էլ մամայի համար մեզ զոհաբերենք։ Մամայի համար զոհաբերեցինք, այսինքն սենց ընտանիքում խաչաձև գնում է։ Հա, բայց ասի որ ժամանակը սենց եմ անում, ժամանակը պետքա լրիվ իմ կարծիքով պետքա ընդհանրապես այդ զոհաբերության Քրիստոսից հետո զոհաբերության անհրաժեշտություն կարծում չկա ոչ միտեղ։ Վերջին զոհը Քրիստոսն է եղել։ Հա, բայց մենք տեսնում ենք, որ այդ զոհաբերվելու էմոցիան պատեռնը շատ մարդիկ, ոնց ասած ասած, պատրաստ են ինչ որ մեկի համար մեռնելու։ Մեռնեն, զոհաբերվեն, չգիտեմ, խոսակցականի մեջ ցավը տանեմ, ախպեր, ինչ գործ ունի շորիշի ցավի հետ։ Ինչ գիտես այդ ցավը ինչքան է։ Ինչ գիտես այդ ցավը կարաս, вообще իհարկե չես կարա տանես, որովհետև ամեն մարդու ցավ մենակ այդ մարդ ու մենք այդ նույն ձևով մեր նախնիներից ենք այդ ցավը վերցնում։ Ոնց է եկել մարդկանց այդ լեզվա մտածողության մեջ պատեռնից, նայ, մենք հայ ազգը ինքը բավական ալտրուիստ ազգ է, այսինքն ուրիշին սիրտը հայկական հյուրասիրություն, չէ՞։ Ինչի հիման վրա է դա, որ մենք սիրում ենք մեզնից զրկենք տանք ուրիշին, ուրիշին։ Դա առանձնանում ենք, չէ՞, դրանով, էլ մեր հետաքրքրությունը։ Դու որ ինձ մի 2 տարի առաջ տենայիր, ես սաղ կյանքս հյուր էի ընդունում, հյուրասիրում էի։ Դաժե ռեստորաններ կային, որ ինձ ասում էին դուք տուրիստական բիզնես, տուրագենստվա եք, որովհետև ամեն շաբաթ 3-4 անգամ հյուր էի տանում ու ես միշտ հաշիվը փակեի։ Եվ ես մի օր իմ մեջ բռնեցի դա, որ լավ ես ինչի եմ սա անում։ Էլի դիմավորի, հիմա էլի շատ հյուրեր են գալի մոտ գնում, բայց կարող է պետք է туриզմով զբաղվեիր իրենք։ Մենք ազգային մենտալիտետ ունենք մեզ զոհաբերելու։ Հայրենիքին զոհաբերելու, չգիտեմ, պետությանը զոհաբերելու, բայց հայրենիքի ազգի համար ավելի լավ է ապրես, քան զոհաբերես։ Բայց բոլոր հոլիվուդյան կինոներում, այն կինոյի վերջում հենց որ չգիտեմ Marvel-ում կամ մյուսում, հա, հենց որ ասում եմ գլխավոր հերոսին արդեն տենց լավ ծեծել են ու ինքը վատ վիճակում է, ասենց հիշում է այդ սերը մարդկության նկատմամբ ուժ է հավաքում ու նոր վերականում ու հաղթում է։
Չէ, բայց կա չէ ամեն տեղ։ Էդ էլա պրոպագանդա էլի զոհաբերվելու։ Իմ կարծիքով միակ մարդը, ում համար դու պետք է հելնես ոտի, դա դու ես։ Հա, Քո ներքին երեխեն։ Այստեղ մի հատ բան մտածեց էլի, ոչ թե ինչ որ մեկի համար ոչ թե պետքա զոհաբերվել, այլ ապրել։ Ուղղակի պետքա էս հետևությունը։ Բայց էլի, նայ, ոչ թե ինչ որ մեկի համար զոհաբերվել ու ապրել ինչ որ մեկի համար, ապրել քո համար։ Քո համար ամենամեծ լավությունը, որ դու կարաս քո երեխեքին, քո շրջապատի մարդկանց անես, դա քո համար ապրելն է։ Հա, համաձայն եմ։ Այդ ամենակարևոր բանն է։ Ինչ է նշանակում իմ համար ապրել, արի դել հասկանանք, հա։ Իմ համար ապրելը նախ հետեւյալն է. ով եմ ես, ինչ եմ ուզում ես, եւ ինչ կարամ ես տամ աշխարհին, որպեսզի առաջինը ես դրանից բավականություն ստանամ։ Ոչ թե աշխարհին դուր գամ, իրանց տրանսֆորմացվեմ ըստ իրանց պահանջմունքի, չէ, ինձ դուր գամ, հա։ Դա շատ կարևոր է։ Հետո, ինչ խորքային ցանկություններ ունեմ ես։ Ոչ միայն ես որպես 40 տարեկան ես, այլ ես որպես 7 ու 10 տարեկան եսը։ Երբ որ մենք 10 տարեկան ենք եղել, մենք չենք ունեցել մեր այսօրվա հնարավորությունները։ Եվ այն շատ ցանկությունները մնացել են այդ 10 տարեկանի մեջ փակ, շիրացված, չկատարված։ Ու եթե մենք այսօր հետ ենք գնում, չէ՞ խոսքը ասում, եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել, հիմա ունես օրինակ Mercedes, մեկա դու հեծանիվ չես ունեցել։ Բայց ես դա ձևակերպում եմ սենց, եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել, քեզ թույլ ես տալիս այսօր ունենաս հեծանիվ, դու այդ գերշտալտը փակում ես։ Հա, հետաքրքիր բան ես ասում, կարելի է խորհուրդ տալ հիմա բոլորին, ովքեր որ նայում են, այտենց 5 top 5 ցանկությունները հիշել ու հանել ու գնալ իրականացնել։ Իհարկե, դա կլինի ամենամեծ օգնությունը ձեզ ու շրջակա աշխարհին։ Ես պատմում եմ մի ոդկասթի ժամանակ, որ առավոտյան հեծանիվ եմ քշում, տեսնում եմ մի հայր իր տղային հեծանիվ, ցենց տղան վարում է, ինքը կողքից վազում է, որ բանանի։ Հա, ու ես նայում եմ, ես քանի որ այդ հոգեվերլուծության այդ բանը ունեմ, այ մոտ այդ հայացքը, որով ես վերլուծում եմ այդ պահին ինչա կատարվում ուտե։ Ես շատ արագ հասկացա, որ այդտեղ ոչ թե այդ մարդը ուզում է, որ իր տղան հենց հեծանիվ քշի, այլ ինքը ուզում է, որ իր տղայի միջոցով իր ներքին երեխեն չկատարած ցանկությունները իրագործի։ Դա ըստ Յունգի ամենամեծ բեռնա երեխայի համար։ Դու էլ հեծանիվ քշի, քո ներքին այդ բավականությունը զգա, տղադ էլ թող քշի, միասին քշեք։ Կամ չի ուզում թող չքշի։ Կամ չի ուզում թող չքշի։ Պետք չի պարտադրել։ Իհարկե։ Դրա համար կա շատ մեծ բան, որ մարդիկ իրանց երեխային ինչ-որ սպորտի են տանում, հարց է տալիս, ասում ես դա քեզ է հետաքրքիր, թե տղայիդ։ Ու մենք տեսնում ենք նույնիսկ եթե այդ մարդը ուզում է գնա բարբայի, այդ երեխեն, մենակ այն որ ծնողը իր երեխայի միջոցով իր չիրականացած երազանքն է իրացնում, դիմադրություն է զգում, դա չի ուզում գնա, որովհետև դա մաքուր ցանկություն չի։ Դա պրոյեկցիա է, հասկացար, չէ՞, դա խնդիր է տեղ էլի։ Կա ու շատ է հանդիպում։ Դու շատ դա է բրադավեց է, պրոֆեսոր, շատ սիրուն թեման փոխեցին վրա, ու ինձ տալիս է նենց հարցեր, որ ես ոգևորված խոսամ, հեսա վերջում եթե ես մի կես ժամ շարունակվի, ինձ կբռնեմ այն մտքի վրա, որ մի հատ ինչ որ բան եմ հոսա առնում լիո։ Այդ հետո ոչինչ լավ, public չեն կանի։ Ընտիր։ Դե այս լավ նոտայով ավարտենք մեր դիալոգը։ Լյով ջան, մերսի որ եկար։ Քեզ էլ ավելի մեծ չեկեր եմ ցանկանում, էլ ավելի մեծ գործարքներ, ձեր բիզնեսին զարգացում, ես գիտես ձեզ ոնց եմ սիրում, հարգում ձեր թիմը, Արսենին, ձեր բոլոր թիմակիցներին, եւ մի պրոյեկտ հիմա միասին ենք անում, այդ Realtor-ների ակադեմիան, էլի մեծ հեռանկար ունեցող պրոյեկտ է, սենց դեռ կհասցնենք շփվենք։ Դու էլ կարծում եմ շատ մարդկանց համար, ովքեր ուզում են զբաղվեն վաճառքով, մտնեն բիզնեսի աշխարհ, կարծում եմ օրինակ կլինես, ոնց ունենալով ֆանտաստիկ տաղանդ վաճառողի, բանկային աշխատողից լավ եկել դարել է Հայաստանում ամենախոշոր ընկերություններից մեկում գործընկեր, զարգացման գծով փոխտնօրեն եւ լիարժեք պարտներ, լիարժեք բիզնես պարտներ։ Շնորհակալ եմ հրավերի համար Գրիգոր ջան։ Արգանքներս ընկերս։ Դե Սիրելի ընկերներ, եթե տեսնում եք մենք հաճախ շեղվում ենք բիզնեսից, խոսում ենք կյանքից, փիլիսոփայում ենք, տարբեր իմ սիրելի տերմինն օգտագործեմ սակրալ թեմաներից ենք խոսում, եւ այս ամենը ունի մի նպատակ, որպեսզի մենք կիսվենք ձեր հետ այն ամեն ինչով, ինչը իրոք բան է փոխում մարդու կյանքում։ Իրոք մարդը դա լսելուց հաջորդ օրը դա կարա իր կյանքում կիրառի ու ինչ որ մի լավ բան, ինչ որ մի լավ արդյունք ունենա։ Դե գրեք նաև ձեր հարցերը մեկնաբանություններում եւ լովին գրեք եւ ինձ գրեք, հարց գրելուց մտովի պատկերացրեք, որ դուք նստած եք այս աթոռին եւ այս աթոռից եք ձեր հարցը ուղղում ես որպես մեր դիալոգի լիարժեք կողմ, քանի որ ես ամենաառաջի ոդկասթից սկսած մինչեւ օրս ասում եմ, որ դուք բոլորդ եւ մենք բոլորս
իրագործում ենք, իրականացնում ենք այս պրոյեկտը։ Մենք բոլորս այս podcast-ի մաս ենք։ Հա։ Դե, մինչ հանդիպում, մինչ նորանոր podcast-ներ։